Սեպտեմբերի 28-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը հաստատվել է 653 թվականին, երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտել են Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Խաչի երևում խաչվերած, Վարագա խաչ և խաչի գյուտ։ Խաչին նվիրված տոները 4-ն են։ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն հայ եկեղեցուն։ Նշվում է խաչվերածից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած կիրակի օրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը հանդիսապետում էր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատարագիչը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն էր։ Եկեղեցական ավանդության համաձայն Սուրբ Հռիփսիմեն է խաչափայտի մասունքը բերել Հայաստան և որպեսզի չընկնի հեթանոսների ձեռքը, պահել է Վարագա լեռան քարայրներից մեկում։ Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը Սուրբ նշանը գտնելու փափագով բարձրացել են լեռան վրա և 12 օր աղոթքից, ծոմապահությունից հետո նրանց երևացել է Սուրբ նշանը։ Ներսես Հայրապետը տոն է սահմանել և 12 լուսե սյուների երևման վայրում վարագավանքը կառուցել։ Վարագա Սուրբ Խաչի տոնը անխախտ նշվում է արդեն 14 դար։ Պատարագի ընթացքում կոչ արվեց աղոթել արդեն ամիսներ շարունակ անազատության ու զրկանքների մեջ գտնվող սրբազան հայրերի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մեր մյուս հայրենակիցների համար, որոնք ապօրինաբար գտնվում են բանտում։ Խաչը մեր առաջնորդող ու լուսավորող ուժն է, ինչպես դարեր առաջ Վարագա լեռան վրա, այնպես էլ այսօր խաչին ապավինողները հրաշքներ են տեսնում, իր քարոզում ասաց պատարագիչը։ Խաչը միայն անցյալի պատմություն չէ, այլ մեր կյանքի ամենօրյա ուղեկից է։ Երբ դժվարությունների մեջ ենք, խաչը հիշեցնում է, որ ոչ մի դժվարություն հավերժ չէ։ Խաչով մահը դառնում է հարություն, փորձությունները հաղթանակ, ասաց սրբազանը և հորդորեց վերափոխվել հանուն ամենազոր խաչի։ Փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշան է խաչը։ Հայ եկեղեցում երկրպագության առարկա լինելուց բացի, ամեն ինչ օրհնվում, սրբագործվում է խաչով։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։